The community. Հաղորդման գործընկերներն են Գարիկի մոտ, Dark Tint, Sky Glam։ Սրվայի հյուրերը Լոս Անջելեսի ամենահայտնի տղաներն են։ Բարև ձեզ տղաներ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Շնորհակալ եմ, որ այսօր ինձ ժամանակ եք տրամադրել։ Ես գիտեմ, որ դուք շատ զբաղված եք։ Եկեք սկսենք սկզբից։ Ծնվել եք Հայաստանում երկուսդ էլ։ Ծնվել եք Հայաստանում, կպատմեք մի քիչ յուրաքանչյուրդ ինչպիսի երեխա եք եղել։ Արտյոմից սկսենք։ Լավ։ Ես ծնվել եմ Հայաստանում, Երևանում, ու ոնց որ միշտ փոքր ժամանակ բոլորը գնում են գյուղում հանգստանալու, ես գյուղ չունեի։ Ես գյուղ չունեի, մի խոսքով ծնվել եմ Երևանում։ Ինչպիսի երեխա ես եղել։ Չար եմ եղել շատ, չար ու նիհար, այնքան չար էի, այդ չարությունից այսպես նիհար էի։ Չէ, շատ լավ մանկություն եմ ունեցել Երևանում, Հայաստանում։ Հետո արդեն ծեր հասակում որոշեցի։ Չէ, շատ լավ մանկություն եմ ունեցել, շատ վառ հիշողություններ ունեմ, թող Էդգարն էլ պատմի։ Էդգար, դու ինչպիսի երեխա ես եղել։ Ես եղել եմ չար եւ չաղ ավելի, ծրծյամանիար, ես ավելի չաղ եմ եղել։ Չէ, ես իրականում ծնվել եմ էլի Երևանում, փոքրուց եղել եմ սպորտի մեջ, երաժշտության մեջ ընդհանրապես չեմ եղել, սկզբում ասեմ, շատ երկար տարիներ զբաղվել եմ բոքսով, ծառայությունից հետո զինվորական նոր որոշել եմ, որ երգեմ, մանկուց երգ շատ եմ սիրել, ծառայությունից հետո որոշել եմ երգել ու տենց հիմա շարունակվում է երաժշտական կյանքը, բայց սպորտը էլի միշտ զբաղվում ենք, սպորտը ոնց որ իմ կյանքն է, զենց ասեմ։ Երաժշտությունը ինչպես հայտնվեց ձեր երկուսի կյանքում։ Իմ կյանքում զորով է հայտնվել, զորով ասելով տնեցիները չէին ուզում, բայց փոքր ժամանակվանից միշտ որ ծնունդների ժամանակ ասում են բալես մի հատ։ Աթոռին կանգ։ Բալես մի հատ կանգ, ես աղցաղիկներ, ծաղի, տենց վիդեոներ էլ ունեմ անգամ։ Տենց էր, ամեն ինչ սիրողական էր, բայց ոչ մեկ չէր հավատում։ Ասում էր բալես, մամային ասում են բալես, դու պետք է բժիշկ դառնաս։ Ես հետո որոշեցի չէ տնտեսագետ եմ դառնում։ Հետո մի օր մարշրուտկայի մեջ գնում էի դասի, պարապմունքի տնտեսագիտական համալսարանի համար։ Ու ճանապարհին լսում եմ գովազդա, այն ժամանակ դեռ ռադիոն ակտիվ էր, չէ, մարշրուտկան, ռաֆ մարշրուտկաներն էր։ Դրա մեջ մեկ է լսեմ ռադիոյով, որ ընդունելություն է երկի թատրոնում ու իրոք թաքուն գնացել եմ, մասնակցել եմ քննությանը, մեր լուսահոգի Գրիգորիչն էր ընդունում քննությունը։ Գնացի, երգեցի ու Գրիգորիչը ասեց՝ տղա ջան, ընդունված ես, այդ պարտադիր պետք է գաս, ու ես գնացի տուն ասեցի՝ մամ մի խոսքով անգլերեն, հայերեն, բոլոր առարկաներ այդ պարապմունքներից հրաժարվում եմ ու դառնում եմ երգիչ ու տենց եղավ իմ ապագան։ Իսկ ո՞ց սպորտից երաժշտությունը անցումը ինչպես եղավ։ Նախ ես սպորտի մեջ էլի ասեմ, որ երկար տարիներ եղա, 10 բավականին սենց ասեմ, թմբլիկ երեխա Այստեղ պայտակ զագարա պայտ։ Այդ հոպարին պահաչենք նոր ազդենք առաջ։ Hey, have a good one։ Չէ, ես իրականում երգել մանկուց շատ սիրել եմ։ Բանը սպորտից մոտ ոնց էր հարցը, մոտ էլի, մոտ ինչ։ Չէ, դու ոչ թե ասա մանկուց ես, դու ասա որ ամեն սպորտից երաժշտությունը անցումը։ Չէ, դու ասա որ ամեն րոպե երգել ես։ Հա, ես այնա պապին ֆրած բանը սապարից property եք մտել։ Չէ, ես իրականում երգել եմ փոքրուց, շատ եմ սիրել, միշտ երգել եմ տենց առիթներին, հոպարի առիթ կլինի, սենց առիթներին միշտ երգացել եմ, բայց մերոնք հետ ինչ որ չգիտեմ ինչ պատճառներով դեմ են եղել, միշտ ոչ միտեղ չեմ հաճախել, ոչ երաժշտական դպրոց, արդեն գիտակից հասուն տարիքում նոր որոշել եմ, ես այդ որոշմանն եմ եկել, որ պետք է երգեմ, որ էդ է իմը, նու էլի ասեմ, սպորտն է շատ ինձ օգնել է, սպորտային դաստիարակությունին շատ օգնել եմ կյանքի հարցերում, դիսցիպլինայի մեջ ես ավելի եղել, պետք է կյանքում չեմ փոշմանել, որ այդքան տարի տրամադրել եմ սպորտին։ Դրանից հետո ամեն ինչ արդեն զարգանում է իր հունով։ Երևանում արդեն մեծ խումբ եմ ունեցել, չգիտեմ, երգել ենք տարբեր Երևանում մեծ խումբ եմ։ Ես ուզում եմ ոնց պատմեմ, չէ, ես ուզում եմ բայց պատմեմ։ Հա, պատմի։ Քանի օր առաջ մենք էլի հաղորդման էինք, բարի լույսը, Բարի լույսի հաղորդում Armenia TV,
ուղիղ եթեր էր, ու Էդգարին մինչև այդ քանի որ Էդգարը շատ եթերների չի մասնակցել։ Вообще չեմ մասնակցել, շատ եմ։ Ասի Էդգար, ասի չենք նշում ոչ մի ռեստորանի անուն, ասի ոչ մի աշխատանքի վայրի անուն։ Ու սկսում հաղորդում, ոնց որ 15 վայրկյան առաջ ասում եմ, Ինձ նախապատրաստել է, որ Ասում ոչ եմ, ռեստորանի հիշում եմ, անուն կտաս, ոչ գովազ դանենք, ոչ մի բան, ասում եմ, օքեյ, Всё, ու օքեյ։ սկսում է եթերը, դե Սկսեց, թե բա ոնց ա եղել բան, ու Էդգարս թե բա ես դե ավելի շատ ռեստորանային բաների մեջ եմ եղել, ծոմս էլ ասում է երկում էր կո արդեն նշում ա տեղ ու ես ուղի հետ ասում եմ կո ու չեմ շարունակում, ասում եմ ծյոմ դու ասա որտեղ ես, եթերի վաղ ուղի։ Հիմա դրա համար հիմա քանի որ եթեր չի ազատ կարան խոսանք, բայց պետք չէ հիշեցի պայտակ։ Չէ, հիմա կարող ենք շեշտել ինչ գործունեություն ենք Երևան ծավալը բան։ Ես ամենաառաջի հարցը, որ ինձ Երևանի հետ կապված հետաքրքրում է, դուք այնտեղ իրար ծանոթ եղել եք։ Հա, ծանոթ եղել Աշխատել ենք։ եք իրար հետ, Չենք ընկերություն եք արել։ Չէ, չենք աշխատել, ծանոթ ենք եղել որպես տենց երաշտական ընկերներ, բայց տենց մոտ չենք եղել։ Ստեղ ոնց որ ստեղ մոտիկացանք, ընկերացանք, շատ կարճ ժամանակահատվածում շատ լավ ընկերներ դառանք իրար։ Այո։ Չգիտեմ ինչի համար շատ ուրախ եմ, որ Սյոմի նման լավ ընկեր ունեմ կողքս։ Այդ ընկերության ֆոնի վրա ստեղծվել է մի խումբ, որը Լոս Անջելեսի հայությանը ես հետո դրա մասին մանրամասն իմ կարծիքը կասեմ։ Հիմա ինչ գործունեություն եք ծավալում Հայաստանում երկուսը։ Որտեղ եք աշխատում, քանի տարի եք երգել, որտեղ եք երգել, մի Թող Էդգարը սկսի, ես հետո կշարունակեմ։ Ես նայեք ծառայությունից հետո եկա այդ որոշմանը, որ արդեն պետքա երգեմ, բան, ես իմ մեջ տենց հավաքեցի ինձ, որ արդեն երգն է իմ բան, ու սկսեցի արդեն այդ ոլորտով զբաղվել։ Կարճ ժամանակում հավաքեցի մեծ շատ մեծ լավ տաղանդավոր խումբ ընկերներիս հետ, մոտ 12 հոգուց բաղկացած Երաշտական բենդ, հա։ Բենդ ունեմ ես այնտեղ, հա, Պալադիում բենդն է, տենց է կոչվում։ Հիմա էլի տղերք ընդեղ են։ Իմ ընկերները ընդեղ են, իդեպ բոլորին ողջունում եմ, շատ սիրում եմ բոլորին, շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար, մեր ունեցած այդ ճանապարհի համար։ Ու մինչև հիմա կապի եմ դե բոլորի հետ, բան։ Չաթում էլ կա մինչև։ Հա, մինչև հիմա չաթ ունենք, սա իրար հետ կապի ենք միշտ բան, ու սկսեցինք արդեն այդ ոլորտի մեջ հարսանիքներ, միջոցառումներ, կորպորատիվներ ու տենց շարունակվեց մինչև այսօր։ Արտյոմ դու։ Իմ մոտ շատ շուտ է սկսել Արոն կփաստի առաջի համերգը Արոն ձեր մասին շատ բան 2009 թվականին ասեմ առաջի անգամ համերգ եմ տվել ակումբային Արոնս է նկարել Արոնս դրա համար ոնց որ ուզում եմ ասել Արոն կփաստի շատ շուտ դրա համար բանից է այսօր դու քո ապսեի մեջ ես հա դե Արոնը իհարկե շատ սվոյ է այսպես ոչ եթերային ասած էլի չէ ես շատ շուտ բանից եմ երգում բայց հետո բեկումնային եղավ իմ մոտ, երբ որ 16 թվականին մասնակցեցի X Factor նախագծին, բանակից հետո, ու տեղից ոնց որ կյանքս փոխվեց, արդեն միջև այդ ճիշտ ասած շատ ակտիվ գործունեություն ունեի, ներսի ժողովուրդն էին ինձ ավելի շատ ճանաչում, սենց ասած, այսինքն հենց շոու բիզնեսի ժողովուրդն էին ինձ բոլորը ճանաչում են, ես էլ բոլորին ճանաչում էի, բայց մարդիկ ոնց որ դրսում չեն ճանաչում։ Ու X Factor-ը ոնց որ ինձ օգնեց ու մի անգամից հենց առաջի հաղորդումից ես հայտնի դառա։ Ես հելա քնից իմ մոտ տենց ա եղել ու հելա քնից այն վաղ Instagram-ը տենց ակտիվ չէր եւ այլն ու հասկացա որ ես հայտնի եմ որովհետեւ նկարներս 3000 լայք 4000 լայք 5000 լայք ու դա 16 թվականին որ էլ Instagram-ը սոցցանցերը այդքան ակտիվ չէր ու տեղից ոնց որ սկսեց արդեն իմ գործունեությունը բենդեր 12 պրոջեկտն ա եղել առաջի տենց մեծ բենդս, այսպես ասած, բարև ձեզ։ Հա, 12 պրոջեկտն ա եղել առաջի մեծ բենդս, դրանից հետո արդեն առանձնացանք ակումբից, ունեցանք մեր հենց խումբը նույն պրոջեկտը, բայց անունը փոխվեց դարձավ On Play, դրանից առաջ արդեն մենակ էլ է ինչ որ հանդես գալիս հենց, բայց այդ ժամանակ ավելի շատ կենտրոնացել է բենդային կյանքի վրա։ Դրանից հետո արդեն սկսեցի սոլնի ինչ որ բաներ անել, հետո արդեն վերջում վերջի հանգրվանս Երևանում սենց ասած եղավ Կոբան, բոլորին հայտնի, Կոբայում էի 2 տարի ռեզիդենտ արտիստ որպես, դրանից հետո արդեն որոշում կայացեցի գամ Միացյալ Նահանգներ ու հանդիպեցինք իրար ու սկսվեց մեր ըստեղի ճանապարհը։ Հիմա սկսում ենք այդտեղից։
Տեղափոխվեցիք Միացյալ Նահանգներ։ Նախ քանի տարի է երկուսը ձեզնից յուրաքանչյուրը քանի տարի է որ ապրում եք Միացյալ Նահանգներում։ Ես 2 տարուց մի քիչ ավել։ Ես տարի ու կես։ Տեղափոխվեցիք Միացյալ Նահանգներ։ Ուզում երկուսիդ կարծիքն էլ դրա մասին լսել։ Հիշում եք այդ օրը, երբ որ արդեն որոշումը կայացրեցիք, տեղափոխվել եք Միացյալ Նահանգներում։ Շատ լավ եք։ Շատ լավ է։ Այդ զգացողությունը հիշում եք, պանիկա կար ձեր Հա։ մոտ, թե ինչով պիտի Շատ զբաղվեք, մեծ, ինչ հա, պիտի անեք։ շատ մեծ։ Մի քիչ դրա մասին կխոսեք։ Գիտեք, մի հատ պահ կա, երբ որ մարդ մեծ է լինում տարիքով, այսինքն արդեն երբ որ ջահել ես լինում, ջահել ասելով չեմ ասում, ես շատ մեծ հասակ եմ, բայց երբ որ օրինակ 20 տարեկան ես լինում, 18 տարեկան կամ ավելի ոնց որ երիտասարդ ավելի փոքր ես լինում տարիքով, շատ ռիսկերի մասին չես մտածում, որովհետև ռիսկի դիմում ես ուղղակի ավտոմատ։ Բայց երբ որ արդեն տարիքդ մեծանում է, դու արդեն քո կյանքը full Երևանում, այսպես ասած, կառուցել ես շրջապատ, այդքան կոպիտ ասած Երևանով ես ապրում ամեն անկյունով, ամեն շենքով, ամեն բակով, ամեն ինչով ու ոնց որ այդ ամեն ինչը թողել, ռիսկի դիմել ու գալ մի հատ նենց երկիր, մի հատ շատ անծայրածիր երկիր, որտեղ դու մենակ ես ու այդ ռիսկին ես գնացել ու ուզում ես կյանքդ փոխես, սենց ասած։ Կար այն վախը, որ ես կարողա այլ չկարողանամ այլ երկեմ։ Չէ, այտենց վախ չի եղել, որովհետև ես միշտ ճակատս պնդեցրած եմ այդ վախով, ինչ էլ լինի, ես երգում եմ, երգելու եմ։ Բայց իհարկե ռիսկեր կան, որովհետև դե գալիս ես մեծ երկիր, մտածում ես, կարող է նաև մասնագիտականով չաշխատես սկզբում, որովհետև մեծ երկիր է, պետք է լիքը բան, այսպես ասած, վիզ դնես, ոչ եթերային բառել ասեմ, որպեսզի կարողանաս ոնց որ նպատակներիդ հասնես, բայց փառք Աստծո մեր կյանքում այնց ստացվեց, որ մեզ Աստված օրհնեց մեր երաշտական ոնց որ կյանքի շարունակությունը ստեղ ու մենք շատ շնորհակալ ենք Աստծուն մեզ տրված այս ամեն հնարավորության համար, ռեալ, այդ դու էլ ասա։ Էդգարի զգացողություններով։ Ես իմ մեջ էլ շատ վախեր կար գալուց, ճիշտ ասած, բայց ես միշտ սիրել եմ այտենց պայքարների մեջ լինել ու մինչև իմ ուզածը չստանամ, մինչև չստանամ անհնար է հանձնվեմ, ուզում եմ ամենավերջի տանջանքները տենամ, ամենավերջի հոգեվիճակում լինեմ, պետք է իմ ուզածը լինի ու միշտ իմ կյանքում այտենց է եղել ամեն հարցում, մենակ երաշտական չէ, ամեն հարցում միշտ ուզեցել եմ իմ մեջ շատ մեծ հավատացել եմ դրան, իմ մեջ ասել եմ լինելու է, հաստատ լինելու է սենց ու դրա համար պայքարել եմ ու ամեն ինչ հենց այտենց է եղել է։ Ճիշտ է, սկզբից ես եկել եմ մի անգամից երաշտական վիճակով չեմ զբաղվել, ամիսներ հետո է եղել իմ մոտ, ընդունվել եմ ստեղ իմ ընկերների օգնությամբ արդեն երաշտական մեծոյում կարամ շեշտեմ որտեղ ընդունվել ենք մեծո։ Մենք էլ ենք մեծոյում ծառայում։ Հիմա իրար հետ մեծոյում ենք աշխատում, ընդունվել եմ մեծո ռեստորան իմ ընկերների օգնությամբ, ինչի համար էլի շատ շնորհակալ եմ էլի բոլոր ընկերներիս։ Ես այն նույն պատրաստակամությամբ իրանց համար եմ պատրաստ ամեն ինչ անեմ, ինչև այսօր ես շատ ընկերասեր եմ, շատ ընկերներ ունենք, շատ եմ սիրում լավ մարդկանցով շրջապատված լինեմ ոնց է։ Տղաներ, ես հիմա ուզում մի քիչ խոսեմ իմ զգացողությունների մասին։ Հետաքրքիր է, հա։ Twin Project ես լսել էի։ Բայց վերջերս, եթե չեմ սխալվում, մի 20 օր առաջ ես գնում եմ մի միջոցառման, որտեղ գնացել էի ամուսնուս հետ։ Մենք այդ օր այնքան հոգնած էինք, տարբեր գործեր ունեինք, շատ հոգնած էինք։ Ոչ ապարելու, ոչ թե տրամադրություն, ոչ թե հավես, այնքան էինք հոգնած, մենք նստած տեղում էինք ուղղակի ուրախանում։ Անցավ 3 ժամ այդ միջոցառմանը, դռները բացվեցին, ես ձեզ տենց եմ նկարագրում, բոլորին դրա մասին տենց եմ պատմում։ Տպավորությունը այնպիսին էր, որ դուռը բացվեց, նռնակը բացեց, Իսկանդերով զալի մեջ։ Շատ հաճելի է։ Դահլիճի մեջ ես չգիտեմ ինչ կատարեց, ինչ արեցիք դուք, բայց ես ու ամուսինս տեղից վեր կացանք։ Վեր ենք կացել, այդ կես ժամ 40 րոպեն, որ դուք այնտեղ էիք, մենք անդադար ձեր հետ միասին հայերեն լեզվով ասած տժժացել ենք։ Ամենակարևոր հարցը ոնց հանդիպեցիք, ոնց ստեղծվեց Twin Project-ը, ինչպես գտաք իրար, ոնց որոշեցիք, ում կողմից էր առաջարկը։
Ահա, բարի ես սկսեմ, դու շարունակես այս։ Նայեք, իրականում այդ որ ասում եք, որ մտել ենք մի անգամից ռումբա, պայթուն բան, այդ ամեն ինչի նախ ասեմ, սկսեմ նրանից, որ ամեն ինչը մենք անում ենք մաքսիմալ անկեղծ։ Այսինքն մենք անգամ հիմա նոր հեղինակ, հենց այսօր մեր նոր առաջի հեղինակային երգն են մեզ ուղարկել, որ մենք պատվիրել ենք ու սպասում ենք շնորհակալություն ձեր հաղորդման ժամանակ էլ ասում ենք, որ մեր առաջի երգը արդեն պատրաստ է, ասած ասած։ Նայեք, ինչ ասածս, որ երբ որ օրինակ մի բան անում ես, պետք է հավատաս անկեղծ ու ամեն ինչ անես դրա համար, այսինքն քո ամբողջ ներուժը, էությունը, ներուժը, հավատը, ամեն ինչը դնես այդ բան մեջ։ Երբ որ մենք նոր սկսեցինք, նոր ծանոթացանք, ընկերացանք ու մենք հասկացանք, որ մեր ինտերեսները, այսպես ասած, համապատասխանում է իրար ու մենք որոշեցինք այս պրոջեկտը սկսենք, մենք երկուսով ենք որոշել, երկուսով ենք հիմքը դրել, երկուսով ենք մտածել ինչ ֆորմատ լինի, ոնց լինի, ինչ լինի։ Ու այդ ամեն ինչը ոնց որ սկսեցինք մեծ հավատով։ Շատ մարդիկ կային ընդհանրապես չէին հավատում, որովհետև ոնց որ ստեղ բոլորը գիտեն, մի քիչ երաշտական ուղղվածությունը այլ է, ու մարդիկ ասում, սենց էին ավելի տղեկ ջան, կպեք ձեր գործերին բան, սենց մի քանի բան եղել է ու դա մեզ ավելի մոտիվացիա։ Ճիշտ է, իրանց մեջ չեն կարող մեզ ասեին, իրանց մեջ, բայց մենք իհարկե քանի որ շատ զգայուն ենք զգում ենք այդ ամեն ինչը, բայց այս հիմա ենք խոստովանում, այսինքն լիքը մարդ չէր հավատում, բայց առաջի հավատացողը մենք ենք եղել, բայց անիմաստ էլ այս ոնց որ պատմում եմ, բայց չեմ էլ ուզում որ մարդիկ օրինակ ինչ որ իլյուզիաների հավատան։ Մենք իլյուզիայի չենք հավատացել, մենք իրականությանն ենք հավատացել, որովհետև մենք հասկացել ենք, որ մենք դա կարանք անենք, ու մենք հավատացել ենք մեր ուժին ու մեր Աստծո։ Մի բան պատմեմ, դաժե մեր առաջի գործը, որ առաջի երկրորդ գործը, որ գնացել ենք երգելու պրոջեկտով չգիտեմ ոնց, երևի դա մի հատ փորձություն էր։ Գնացինք մտնել։ Նախ ասա որ առաջինը շատ վերջ ողքեվորված, մենք թույն, երկրորդ գործը։ Հա, սա ունենք բանը, առաջինը շատ լավ թույն անցավ, պրոջեկտի անվան, բայց թույն անցավ, տժացին։ Երկրորդը մենք էլի այդ նույն ողքեվորվածությամբ գնացինք, ստեղի հին ապրող մեր հայրենակիցները։ Յոթներից էր բան, տենց հին ապրող շատ հին բան ու մի հոգի մարդ չհելավ մենակ այդ մեր պատվիրակություն։ Ու ասեմ որ այդ մեր առաջի ոնց որ պատվերն էր, մենք առաջի զանգն էր, մենք շատ ողջևորված այդ նույն առաջի էմոցիաների տակ գնացել ենք այդ երկրորդ միջոցառմանը ու ասա այդպես։ Գնացինք այդ երկրորդ միջոցառումը մենակ ով մեզ պատվիրել էր, այդ պատվիրատուն էր։ Բարում ու ոչ մեկ։ Մենակ հայրը։ Ու մենք 30 րոպե պետքա տենց մենք տեսել եք ոնց ենք մենք այդ էներգիան տալիս ենք ու ինչ որ անհասկանալի մարդիկ սես նայում են, սես լուրջ դեմք անգամ սենց մի հատ բան եղավ, ոնց որ մենք արդեն այդ րոպեին Էդգարս էլ ոնց որ տենում եմ սենց ես մի քիչ բեմում շատ ստաբիլ եմ ամեն առումով, Էդգարս հիմա ստաբիլ է արդեն, բայց այն սկզբում ինքը մի քիչ էլի վախեր ուներ, բաներ ուներ իր մեջ, բայց դա ոնց որ մենակ ես գիտեի ու տեսա որ Էդգարը սենց բանը աշկերով ասում Էդգար, ոչ կապ չունի, ոչ պետքա տժանք ու այդ պապան էլ ու Էդգարը րոպեին հայտարարում ասում է Հարսին ու Փեսային խնդրում են գալ այստեղ մեկ այսպես են սենց անում։ Չէ։ Ու մենք սենց կան, ես էլի շփտալով սենց բան Էդգարը սենց հիմա հելել ենք սենց լոմկված։ Ու էլի վերջում մի 10 հոգի հելան բարեցին, բայց ոնց երկրորդ գործը տենց հարված ավելի պրավալ էր։ Բայց էլի մենք էլի իրար այդ խոսացինք, դրանից հետո ասեցինք, չէ, այդ հավատի մասին եմ էլի, հավատում ենք, որ լավ անելու ու դրանից հետո փառք Տիրոջը մի դեպք չի եղել, որ չգիտեմ, եթե 100%-ից 70-ը չհելնեն, սաղ հելնում են ոտի։ Եթե 100%-ը չհելնեն, գոնե 70%-ը հելնում են ոտի, սկսում ենք տաժալ թույն։ Չէ, իրոք անկեղծ Աստված վկա, այդ միակ հարսանիքն է, այդ երևի իրոք փորձություն էր, որ ոնց որ տղեկը մի հատ նայեք, սենց էլ է լինում, սենց մի հատ փորձություն էր, բայց դրանից հետո արդեն մենք դաժե անթիվ անհամար չենք հիշում քանակ, թե ինչ քանի միջոցառման ենք երգել, բայց չի եղել այդպես դեպք, ոնց որ նախ դա գալիս է մեր տրամադրվածությունից, որովհետև մենք եթե չէ, եթե բացի հավատից, գիտեք պետքա գործին վերաբերվել լուրջ
ու ամեն, այսինքն կապ չունի, մեր աշխատանքն հենց է, որ կապ չունի քո տրամադրությունը, կապ չունի քո այդ պահի հոգեվիճակը, կապ չունի ոչ մի բան։ Մարդիկ քեզ կոպիտ եմ ասում, քո ծառայության համար վճարել են, իսկ մեր աշխատանքը երկիշների, երաժիշտների իրոք կապ չունի, ոչ տրամադրության հետ, ոչ հոգեվիճակի հետ։ Ու դու գնացել ես, պետք է արդեն դու այն vibe-ով մտնես, որ մարդիկ հավատան քեզ ու բարձանան բարելու, տժալու այդ ամեն ինչը տեղ հասնի։ Եթե մի փուճուր տրամադրություններս մի քիչ ցածրել է լինում, դա մենք մեր վրա զգում ենք, որ այդ էներգիան ժողովուրդը տնա, բայց մենք այդ էներգիան, որ տալիս ենք ժողովրդին, ադաչան ոնց որ ստանում ենք իրանցից, սկզբում վախերել ունենք, օրինակ, քանի որ մեր project-ը ինքը հենց մի անգամից այսենց է սկսվում, ամեն ինչ մի քիչ վախ ունենք, սկզբում որ օրինակ դեռ լինում էր օրեր, որ մի ելույթ էինք ունենում բան, սկզբում վախեր ունենք, բոլորին ասում ենք 10:30-ի հատվածում խնդրում ենք, որպեսզի արդեն ինտեգրված լինեն մարդիկ այդ ամեն ինչի մեջ բան, բայց հիմա թող Էդգար ասի, ունենում ենք օրվա 4-5 ելույթ ու արդեն օրինակ հաճախորդը որ զանգում է, ասում ենք կներեք, բայց մեր մոտ օրինակ ժամը 8-ն է ազատ մենակ, այստեղ էլ բոլորդ գիտեք, որ ժամը 8-ը այդ սկիզբն է, բայց ասեմ այնքան հաճելի է, որ անգամ ժամը 8-ին շատ գնում ենք, մարդիկ այդ նույն vibe-ով ոնց որ 11-ին են տժում են հաճախորդը ձեզ համար օր փոխի։ Հա, եղել է։ Այտենց երկու դեպք եղել է, այտենց որ օրը փոխել են, ժամ են փոխել, չգիտեմ, չենք հարմարացել, այտենց արդեն նախորդ վերցրած ունեցել ենք մի քանիսը, փոխել են, ու դա իրոք շնորհակալ ենք Աստծուց ու մարդկանցից էլ, որ մարդիկ էլ հավատում են ու էլ եմ ասում, անթիվ անհամար նամակներ ենք ստանում, անթիվ անհամար զանգեր Հայաստանից չենք սպասում, որ այդքան նամակներ, այդքան Հայաստանից այնքան գործ են մեզ ասել, որ ասում ենք կներեք չենք կարող հիմա ոնց որ schedule չենք կարող անենք ոնց գործունեությունը ծավալում Ամերիկայում, բայց ամառը միտք ունենք, որ մեկ ամսով գնանք այնտեղ գործերով էլի սենց Ես ձեզ բարի նախանձում եմ։ Նստենք միտեղ ու շարունակենք։ Նստենք։ Որոնք են այն միջոցառումները, որ ձեզ պակասում են Միացյալ Նահանգներում։ Ես ասեմ։ Ասեմ։ Ես քանի որ շատ եմ իվենտներ երգել Երևանում, մեկ Երևանի ու ստեղի տարբերությունն է, որ ստեղ իվենտը մենակ հարսանիք ծնունդ կնունք է, այստեղ կուլտուրայի մեջ, հայերի մեջ նկատի ունեմ, էլի, բայց Երևանում լավն է, որ օրինակ կամփանիների կորպորատիվները, այսինքն ինքը ավելի շատ համերգային իվենտներ է լինում, բայց ստեղ դա մեզ պակասում է, այսինքն ստեղ օրինակ կամփանիները սովոր չեն, որ օրինակ պետքա օրինակ են բերում Christmas party անեն իրանց կոլեկտիվի համար ու այդ Christmas party-ն չդառնա հարսանիք։ Այսինքն այդ Christmas party-ն դառնա NPC event, որ օրինակ ամեն ինչ խորացված լինի, օրինակ խորացած լինեն stage-ը, ամեն ինչը Երևանում օրինակ այդ ամեն ինչը շատ ակտիվ է, այստեղ պակասում է այդ ասա։ Ես կարծում եմ համերգներն եք շատ կարոտում Երևանում։ Հա, շատ։ Այստեղ համերգ ճիշտ ասած մի անգամ երգեցինք Արմեն Մարտիրոսյանի հեղինակային համերգներ, շատ թույն համերգեր ու մենք էլ կարոտած, ես էլ Էդգարն էլ համ դուետ ենք երգում, համ սոլի ենք երգում, շատ կարոտած էր, դա մեզ ստեղ պակաս է իրոք։ Ու գիտեք ոնց է, ոչ թե պակաս է, կարիքը բոլորը ունեն, բայց ավելի շատ կազմակերպիչները պետք է այդ դրա մասին ինձ թվում է մտածեն, որ ավելի շատ անցնենք այդ ֆորմատի էլ այստեղ, էլի, այսպես ասած։ Քանի որ խոսեցինք համերգներից, ուզում եմ մի քիչ այս երասկոտ մասերը մտնեմ ձեր մտքի։ Կա այդպիսի մի վայր կամ միջոցառում, որ կերազեիք այնտեղ երգել։ Որն է այդ վայրը։ Դա կարա լինի բեմ, դա կարա լինի դահլիճ, Ես օրինակ կանոր ասեմ։ Երազանք չէ, բայց ինչ որ տեղ կոնկրետ լինի, բայց նպատակ ու ցանկություն կա, որ ու հաստատ կլինի, որ կուզենանք այնքան ուժեղանա մեր twin project-ը, որ ունենանք մեր համերգները, մեր լսարանը, մեր համերգը։ Ես ավելի հեռուն եմ գնում, դուք ձեզ համեստ եք պահում։ Ես ավելի հեռուն գնամ,
ես երազում եմ ձեր փոխարեն, որ դուք մի օր մասնակցեք Grammy-ին։ Ես էի ուզում մի քանի օր առաջ Grammy-ներ ես անենց Ես նստեմ հեռուստացույցի դիմաց ու ասեմ, ես այս տղաների հետ հարցազրույց եմ ունեցել։ Ես դա ձեզ սրտանց ցանկանում եմ, որովհետև հաստատ ոչ մեկից ոչ մի բանով պակաս չէ։ Իրականում երազելը միշտ շատ լավ է ու մոտիվացնող է։ Ես շատ եմ երազում մեծ բաների մասին ու հավատում եմ, որ մեր մոտ հաստատ Երազելուց պետք է մեծ բաների մասին։ Այո, նպատակները որտեղ իրար կատարվում են։ Չէ, նպատակները կատարվում են, բայց երազանքները մեծ լինեն։ Դարձնում ես նպատակ, քո մեջ ու կատարում ես։ Նու տենց է։ Անպայման լինի, այո, ապրեք Մենք շատ։ հուսանք, չէ, Արո, որ տղաներին կտեսնենք։ Ես վստահ եմ։ Արո։ Ապրեք շատ։ Կա մի տեղ կամ միջոցառում, որ երբեք չեք երգի։ Քելեղ։ Ես օրինակ շատ դեմ եմ այդ բադի շափերում, այդտեղ որ գնում եմ երգը։ Հա, ես ավելի շատ սառնարանային հետ ելույթների եմ դեմ, ճիշտ ասած։ Չէ, իրականում բոլորն էլ մեր ընկերներն են, ես բան չունեմ ասելու, բայց այդտեղ էլի եմ ասում, մի փոքր այդ մտածելակերպը, որ դուրս գա, ամեն ինչ ընտիր կլինի, որովհետև միշտ ասում եմ, այս լենուբոլ երկրում, այս լենուբոլ աշխարհում պետք է միշտ առաջ նայենք։ Ու մենք կարծիքներ ենք կողքից լսում մեր ընկերներից, որ կարողացել ենք թեկուզ չնչին մի բան անենք, ես ու Ծոմը, այդ մեզ ահավոր սենց համ պարտավորացնում է, համ ոգևորվում ենք դրանից, որ կարողացել ենք ինչ-որ ստեղ իրականության մեջ մի բան փոխենք թեկուզ եւ որ ժողովրդի մեջ ենք մտնում երկում պարողներով, պարում ենք իրանց հետ, չգիտեմ, սենց ուրիշ էներգիա ենք տալի, շատ ուրախ եմ, որ կարողացել ենք թեկուզ մի փոքր ինչ-որ բան փոխել այս երաժշտական իրականության մեջ ստեղ։ Երևի այդ էլ ինչ-որ մի բանն է, որ սիրում են ժողովուրդը, այդ անկեղծությունը, որ իրանց հետ այս բեմի վրա չենք կանգնում ու մենակ բեմից երգում, սենց ինչ-որ ծանր վիճակների մեջ։ Հետո իրոք սենց բարեկամաբար են մարդիկ։ Ոնց կան, ես օրինակ ոնց կամ Ծոմ ինձ շատ օգնել, ես իմ բեմի վրա, որ ես բացեմ, ես ոնց կամ տենց ներկայանամ, ես իմ տեսակով ոնց կամ տենց ժողովրդի հետ շփվեմ, երգեմ, տենց չգիտեմ, հա։ Իսկական լինի ամեն ինչ, այսինքն ֆեյք բանը, որ չլինի, էլի ոնց է։ ամեն ինչ լինի իսկական, որովհետև նախ հիմա չես կարող մարդկանց խաբես, որովհետև ինտերնետի աշխարհը, այսինքն ինֆորմացիայի աշխարհը ամեն ինչ մարդիկ ավելի շուտ են հասկանում, հավատում, իմանում, քան այն ժամանակ եղել։ Այն ժամանակ օրինակ ես շատ աբլոմներ եմ տենց կերել այսպես ասած, երբ որ միշտ այդ երկիշներին հերոստացիցով այն ժամանակ տեսլես, հետո գնացել ես օրինակ շփում տեսնես, դու չես հավատացել, որ այս մարդը օրինակ այդ, բայց հիմա քանի որ այս սենց հաղորդումները, սենց ինտերնետ տիրույթը ոնց որ շատ բաց է, ոնց որ շատ ամեն ինչ պարզ է ու մարդկանց չես կարողանում խաբես։ Այսինքն կարաս մի անգամ խաբես, երկու անգամ խաբես, բայց երրորդը էլ չես կարող խաբես, որովհետև մարդիկ ամեն ինչ հասկանում են։ Որովհետև կարող է հանկարծ մեկի սթորիի մեջ դու հայտնվես այն կերպարով, որով դու Այո, դրա համար չէ, մենք ամեն ինչ իսկական ենք անում, ու հենց այդ էլ երևի Աստված հենց դրանով էլ մեզ օգնում է, որ ավելի ճիշտ է գնում։ Կա մի երգ ձեր երգացանկում, որ ուղղակի ձայնագրվել եք պահանջարկից դրդված, բայց չեք ուզում երգեք։ Այդպիսի բաներ լինում է։ Ես մի հատ բան հիշեցի, այդ կարող Այս վերջում ինչ որ Այսօր Էդգարը եկել է բողոքել։ Բան է իշի, դու բան է իշար են Էվերլի։ Չէ, ինչ որ կապնվել են մեր պրոջեկտի, չգիտեմ ոնց, արաբներ, ու մենք ստեղ առաջ անգամ գնում ենք, օտարների առիթներ շատ են երգում, որ հայեր вообще չկան, ընդհանրապես հայեր չկան, եվրեներ են, չգիտեմ, այլ ազգներ, չինացիներ են, բայց այդ մի օրինակ հիշեցի, որ արաբներ են մեր հետ կապնվել, 700 հոգանոց մեծ հարսանիք արաբների, որ պետքա գնանք երգենք, դե հայերեն երգերը մեր պրոջեկտի երգեցանկից հանեցինք, տեղը դրեցինք իրանց պապուլյար երգերը, որ ես вообще կապ չունեմ, ոչ է ծոմ իր ծոմ, ու ինչ որ արաբերեն երգ սովորեցինք մի քանի հատ, ու մի անգամից ու սկսեցինք այդ արաբերեն երգեր, որ այդ Անենց ինտեգրվեցինք այդ աուրային մեջ, ոնց որ մենք միշտ արաբական երգեր ենք երգած եղել։ Հենց եղավ Twin Project ձերս գլխիս հետևը մտա ես արդեն ստանափակ։ Օրեղբայր ալի մտանք ասպարես ու շատ լավ անցավ, բայց մի հատ էլ եղել է, չէ, աբսուրդ, էլի դեպք եմ ուզում պատմեմ, որ մի անգամ շատ ցիվիլ միջոցառման էինք հրավիրված,
ու ինձ ասեցին, որ Ջոն ջան, լսել ենք, որ Կացինում Գյորգի Մինասյանը երգում բան, այդ երգերն էլ անպայման ներառենք, բան, դե ասեցի, հա, խնդիր չկա, կարանք ներառենք, մեկ էլ մի քանի օր հետո զանգ Առիթն է գտնվում էր բանում, Beverly Hills-ի Pretty Woman, որ նկարվել է, այդ հյուրանոցում, այդտեղ պետքա գնանք երգենք։ Շատ լուրջ իվենթ էր, ու մեկ էլ ինձ տեքստ է գալիս, որ Ջոն ջան, մի հատ երգ կա, որ խնդրենք այդ երգը կկարողանանք այդ օրը բանանք ու ես ասեմ օքեյ, ասեմ։ Արդեն հյուրանոց բան գիտենք շատ ցիվիլ վիճակ։ Հա, ու այդ երգչի անունը հիմա չեմ կարող հիշեմ, բայց մեկ է գրեց Ջոն ջան, կայֆում եմ երգը կկարողանանք։ Ու ես այդ րոպեին կարդում եմ, չեմ հավատում։ Ասում եմ ինչ։ Beverly Hills-ում Բայց յամը կայֆում եմ չէ, բայց նեբնաձին է տալիս։ Չէ, իհարկե չեղավ։ Ասի չէ կներեք, ասի ես դեմ չեմ այդ երգի։ Ես այնպես բլատնո երգիչ եմ, բաբջե։ Այդպես ամսուր դեպքեր եղել է, հա, իրականում։ տղաներ ինչքանով տեղյակ եմ ոչ մեկը ամուսնացած չէ։ Չէ, ոչ։ Ազապ ենք։ Մի Single էսի ենք։ հարց ձեր պրոջեկտի հաջողության գրավականներից մեկը կարող ենք համարել նա, որ դուք ամուսնացած չեք ու կանանց եւ աղջիկների համար չգիտեմ, այսպեսի մի անհասանելի կուրք եք։ Դու ձեզ Կուրք չեմ ուզում տենց բառ ասենք, չէ, բայց իրականում ֆաներն են դրա։ բայց իրականում, հա, չենք ժխտի ասենք, որ դա օգնում է։ շատ են, հա, շատ են Երկիչների համակրում։ հարցում դա օգնում է։ Հա, շատ են համակրում, մենք էլ շատ գնահատում ենք ու շատ շնորհակալություն բոլորին։ Շատ շնորհակալ ենք, մենք էլ single ենք։ Մեկ առ մեկ շնորհակալություն։ Չէ, շատ շնորհակալ ենք իրոք։ Ինչպիսին եք գնահատում Ամերիկայում ապրող հայերի համայնքային կյանքը։ Տարբերություններ տեսնում եք Արոմիկան։ Ես դեռ գլխավոր հարցին չեմ անդրադարձել։ Չէ, ես բանն եմ ասում տուն արտուն շնորհակալություն ենք հայտնում։ Հիմա պատասխանեք այն հարցին, համայնքային կյանքը ինչպիսին եք գնահատում Հայաստանի ու Ամերիկայի մեջ, ինչպիսի ակնհայտ տարբերություններ եք տեսնում։ Շատ տարբերություններ կա։ Ապրելակոչի մեջ, չգիտեմ, ինչն է որ ակնհայտ նկատել եք։ Կա տենց բան։ Համ լավ, համ վատ, երկուստը կա։ Նայեք, իմ համար ստեղ ես որ եկա լավ կողմեր ասեմ ստեղի, որ ես ինձ ցենց յուրովի բացահայտեցի, թե ես ինչ կարող եմ անել մենակով։ Ահա։ Ու դրա համար շատ ուրախ եմ, ստեղ ինձ լիքը օգնեց այս երկիրը, այս լիքը բաները կա, որ ես եմ չգիտեմ, սրտովս չի, ինչ որ շատ ռոբոտացված վիճակներ կա։ Դա կարա լինի տարբերությունը տոների միջև։ Օրինակ, Հայաստանի նոր տարին ու ստեղի նոր տարին։ Հենց հիմա համեմատեմ, նո, ես անցած տարի իմ առաջին նոր տարին է եղել այստեղ։ Ես դե Երևանում ոնց ենք, չէ՞, որ 31-ը նոր տարին է, ու այդ 13 օրը պետքա գնաս, գա, սենց վիճակների մեջ ու իրոք պրազնիկ է Երևանում։ Ես այդտեղ ու առաջի տարին շոկ ապրեցի, բայց առաջի տարին եմ որ ասում հələ օթերով էի, չէի հասկանում ինչա ոնց է։ Չէի հասկանում հələ ինչա ոնց է բան, բայց երբ որ երկրորդ այս տարվա նոր տարին եղավ, հաստատվեց մոտս, որ ըստեղ այդ ամսի 25-ն է ու 31-ն է ու վերջ։ Ես որովհետև անգամ ուզում ոնց որ հիշել, որ անցած տարի ես իմ առաջ տունը որ վարձեցի, ես գնացել եմ տունը նայել հունվարի 1-ին, որ այդ տանտերը ասեց, այո, կարող եք գալ տունը նայել։ Ասեցի լուրջ հունվարի 1-ին, շատ աբսուրդ է հիմա, որովհետև Երևանում հունվարի 1-ին չես կարա մարդ գտնես, ով կարա գործի մասին ինչ որ բան խոսի։ Հունվարի 1-ը հունվարի դեկտեմբերի 31-ը նշում են նոր տարին նշում են մենակ հայերը։ Իմ մոտ է լույսի տպավորություն։ Ես անգամ ես ասեմ, ես քանի որ ոնց որ սիրում եմ շփվել օտարների հետ, բան միշտ արժե փողոցում, բան Ստեղ որ օրինակ ասում Happy New Year, բանս զարմացած նայում եմ վրես։ Ես դա համար այս տարի էլ ասում всё, Ջոն ջան, 31-ին կասես ու всё։ Ես կարծում եմ մենք մեզ այստեղ լավ ենք զգում ամենաառաջինը նրա համար, որ շրջապատված ենք հայերով։ Շատ է։ Գլենդելում օրինակ, ես ինձ շատ լավ եմ զգում։ Մենք շատ լավ ենք զգում, մենք մեզ մեր ապսեի մեջ ենք զգում, որովհետև հայերով շատ ենք շրջապատված։ Եվ ի վերջո, մենք յուրաքանչյուրս մեր կյանքում ունենք ընտրության հնարավորություն, ունենք ընտրության իրավունք ապրել այնտեղ, որտեղ ցանկանում ենք։ Անցած հաղորդման ժամանակ մեր դերասան Խաչիկին ես տվել էի մի հարց. ինչի հին հայերը չեն սիրում նոր եկած հայերին։
կոմենտներում, մեկնաբանություններում մեր հին ապրող հայերը, մեր հայրենագիցները եկել էին ու պնդում էին մի բան, որպեսզի ես հարցը տամ հակառակ։ Ինչի նոր հայերը չեն սիրում հին հայերին։ Հիմա դուք նոր եկած հայեր եք համարում։ Ես էլ ձեզ հետ միասին։ Այդպիսի բան կա։ Ինձ թվում է չկա։ Ես կարծում եմ դա միֆ է։ Կարծրատիպ է դա։ Դա ուղղակի խոսակցությունների ընթացքում։ Կարծիքա մարդու հանդեպ ինչ կապ ունի 10 տարի առաջ։ Գիտեք, որ գեղ չկա շունչ լինի, չէ՞, ճիշտ էի ասում։ Գեղ չկա շունչ լինի։ Տարբեր իսկն այդ նույն հայը, հին հայ, նոր հայ, մենք հայ ենք բոլորս, այդ հայաստանցի, պարսկաստանցի այդ բանն է նորից գալիս։ Հին նոր ինձ թվում է կապ չունի։ Ես օրինակ մենք շատ կարճ ժամանակ ենք ստեղ, բայց մեր օրինակով բերեմ, չգիտեմ, ընկեր է գալիս, կամ տուրիստ ընկեր է գալիս, կամ լյուբոյ առումով, կամ մնացող ընկեր է գալիս, ով որ գալիս է մնա։ Ես օրինակ որ անցել եմ այդ ճանապարհը մենակ սկիզբը, հետո իհարկե Էդգարը սա եղել կողքս, ընկերներս են եղել, չգիտեմ, Էդգարի ընտանիքը օրինակ արդեն հարազատացել են։ Ես հիմա չեմ զգում այդ տարբերությունը, բայց ինչ ասածս, որ այդ հին հայ, նոր հայ եկեք այտենց բաներ չասենք, բոլորս էլ հայ ենք, ու հա, ինչ էի ասում, որ մենք մեր օրինակով, որ մեր օրինակը բերեմ, մենք սաղին փորձում ենք օգտակար լինել։ Կարող է այսի հիմա շատ բան թվա, դերասանական ինչ-որ մեկի համար թվա, բայց ես Էդգարը օրինակ փորձում ենք բոլորին օգտակար լինենք, որովհետև մեզ էլ են լիքը մարդիկ օգտակար եղել այն ժամանակ, երբ որ մենք նոր ենք սկսել ամեն ինչ։ Ու այդ ամեն ինչը չես կարող մոռանալ։ Մինչև օրս մեր կողքային ընկերներ ունենք, որ գիտենք մեզ սրտանց մեր լավ օգտակար եղի։ Չես կարող մի ոչ մի բան մի արա, վատն էլ մի խոսա։ Առհասարակ մեր ազգի մեջ կա այդ խոսալու բանը, դա վատա իրականում, միշտ ասում եմ, որ վատա, կոմենտ գրելուց բռնած, հիմա այս վիդեոյի տակ էլ կմտնեն, չէ, օրինակ, ես ինչ ասում, բոլորս ինչ որ կոմենտ են, բայց չէ, եկեք տենց բաներ չխոսանք իրարը, ոչ հին, ոչ նոր, սաղս հայ ենք, եկեք իրար ուղղակի այսպես մի հատ, այսպես լինենք ու իրար հետ շուր տանք ամեն ինչ։ Վերջացանցը վերանա, մեր մոտ ամեն ինչ կկարգավորվի։ Հայաստանցի, պարսկաստանցի, չգիտեմ, մենք նույնիսկ Երևանում ասում ենք կոմիտասցի, բանգլադեշցի, չգիտեմ։ Ես օրինակ կայարանցի եմ։ Ես յոջլա։ Այդ վերջացանցը մենք շատ ենք սիրում։ Ես առաջարկում եմ սիրելի հայեր, այդ ցի։ Եկեք սիրենք իրար, կոմենտներում էլ եկեք սիրենք իրար, խնդրում եմ։ Աղբերական։ Այդ մի հատ վատ կոմենտ գրելով բան չի ավելանում ոչ մեկից։ Եկեք լավը գրենք, կարում ենք լավը գրենք, չենք կարում ասենք Սիրեք կոմենտերում Հա, սիրենք իրար, հա։ Չէ, եսի ռեալ ուզում եմ սենց, ես հենց մի հատ սենց հարթակ կա ստեղծում, ուզում եմ ասեմ, որ եկեք սիրենք իրար, էլի որը բարին անենք, էլի, հայ ենք բոլորս էլ, եկեք իրար հետ շուր տանք այս ամեն ինչ, ոչ թե իրար դեմ կամ իրար համար, էլ իրար հետ շուր տանք այս ամեն ինչը, ստեղծենք, անենք։ Սա ասեց Twin Project-ի Արտյոմը, որը Էդգարի հետ միասին, օրը 4-ից 5 տեղում սիրելի հայեր ձեզ ուրախացնում է։ Այո, մենք միշտ պատրաստ ենք։ Եվ վերջին հարցը բլիցից առաջ, ուզում եմ մի քիչ խոսեք ձեր պլանների մասին։ Ես գիտեմ, որ նոր երգ եք գրել, երգեղինակը Մանե Հակոբյանն։ Արդեն կարող ենք ասել Մանե Հակոբյանն է։ Մի քիչ կպատմեք ձեր պլաններից, ուրիշ ինչ պլաններ ունեք, թեկուզ այդ երգի հետ կապված։ Եվ սպասեք։ Երկը, բայց երբ հանք երկը հանելու պես։ Երկը հեսա շատ չէ, դաժե ես հենց հիմա սպասում ենք հաղորդումը վերջանա, որ զանգենք արդեն։ Մենք ուզում ենք վաբշեն նենց հասցնենք, որ Վալենտինին կարանայինք երկը տենք, եթե հասցրինք շատ լավ կլինի, եթե չէ մոտ օրերս հաստատ կլինի այս ամսվա մեջ, ինձ թվում է, որ շատ սիրուն երկա հաստատ բոլորին դուր է գալու, ինքը շատ գեղեցիկ դանդաղ երկա ու դրանից հետո էլի երկեր ունենք, որ արդեն պատրաստ է, պետք է հերթականությամբ անենք, չգիտեմ, սիրուն կներկայացնենք։ Չէ, շատ պլաններ ունենք, եթե ճիշտն ասենք, որովհետև մենք երբ որ սկսեցինք այս ամեն ինչը, մենակ միջոցառումների շրջան ենք պատկերացնում, որ ճիշտն ասեմ։ Բայց հետո ամեն ինչ ինքներս ուզեցանք լրջացնել, որովհետև այս ամեն ինչը ուղղակի չի արվել, այսինքն արվում է, որպեսզի իր նպատակին ծառայ, իր նպատակին հասնի, այսինքն մենք ուզում ենք մեր երգերը լինեն հենց մեր հեղինակայինը։
Այսինքն մենք այդ նպատակն ունենք, որ տարիների ընթացքում այնքան երգեր ունենանք, որ միջոցառումներին բոլորը երգենք մեր երգերը։ Դա մեր երազանքն է ու նպատակն է, որի համար օր ու գիշեր աշխատում ենք, որ հասնենք այդ մեր նպատակին։ Ու առաջի քայլը արդեն արել ենք, երկրորդ քայլն էլ արդեն արված, մի քանի քայլ ունենք արդեն արած, որը ժամանակի ընթացքում հերթով կտանք մարդկանց։ Մենակ խնդրում ենք, որ սիրեք այդ երգերը, չգիտեմ, եկեք ես օրինակ կարծում եմ ձեր յուրաքանչյուր արած աշխատանքը բոլորիս կողմից։ Ու ես ուզում եմ շատ մեծ շնորհակալություն հայտնել մեր ընկերներին, էլի ովքեր որ մեր կողքն են Վահագին Գրիգորյան, Իռենին Ուլիխանովա։ Հա, ասեմ, որ մենք հիմա Twin Project-ը ես ու Էդգարն ենք հիմնել, բայց մենք աշխատում ենք իհարկե Պարուհիներ եւ այլն, աշխատում ենք Իռենի հետ Ուլիխանովա, Վահագի հետ կրեատիվ հատվածներով, չգիտեմ, մեր ընկերներն են, մենք մեր ընկերական ոնց որ թիմով ուզում ենք առողջ քննարկման մեջ սա անում ենք, դրա համար ամեն ինչ ոնց որ sense տնավարի լավ Վահագ լինում։ Իռեն, ձեզ էլ ենք բարևում, շատ սիրում։ Գնանք բլիցին։ Գնանք։ Ով է ձեզնից ավելի պունկտուալ։ Էդգարը։ Ով է ձեզնից ավելի պանիկյոր։ Ծյոմը։ Ով է ձեզնից ավելի շատ խոսում։ Ծյոմը։ Ով է ձեզնից ավելի նյարդային։ Ծյոմը։ Չէ, Էդգարն էլ։ Ով է Ես ձեզնից ավելի քաղցրակեր։ Ծյոմը։ Ես քաղցր չեմ օգտագործում։ Ով է ձեզնից ավելի ամաչկոտ։ Էդգարը պայտակ։ Չէ, բայց հələ մի րոպե։ Ինչի։ Նա ինչ էլ ամաչկոտ Մի չի։ մոռացի մենք ասում լոկացիա ենք կողմից։ Չէ, ես։ Չէ, ես։ Ամաչկոտ ես Ես։ դու։ Այդ Ոչ, ես եմ ամաչկոտ։ Դե ամաչկոտ չենք, չէ։ Չէ, այս հարցը մեր մասին չի, նո։ Ով է ձեզնից ավելի երկար պատրաստում տնից դուրս գալուց։ ծյոմը։ Ես ավելի արագ եմ ամեն ինչ անում։ Ով է ձեզնից ավելի հաճախ մոռանում երկի բառերը։ Ոչ մեկը։ Ոչ մեկ։ Չէ, ժամանակ ունենք, խնդիր հիմա չունենք։ Ով է ձեզնից ավելի էներգիալի։ Ինձ թվում է երկուսս, բայց ավելի շատ ծյոմը իմ համար։ Ով է ձեզնից ավելի շփվող։ Էդգարը Եվ վերջում։ երկուսս էլի, բայց Էդգարը կրում է մեկը։ Եվ վերջում այդ հարցին ուզում եմ երկուսդ առանձին պատասխանեք։ Նկարագրեք հային մեկ բառով։ Ես ասեմ ուժեղ։ նպատակասլաց։ Բրավո։ Որովհետև հայերը միշտ իրանց ուժով ու նպատակասլացությամբ Ու ամենտեղ տեսնում ենք այս մեծ տեղում ենք Ամերիկայում, էլի հայերը իրանց տեղը, իրանց անգամ այսպես մի հատ նես տեղ կարող է գնանք, որը տեղ իրանց դիրքը ամեն ինչը ունեն։ Հա։ Մի հատ միտեղ մեկ էլ տղերք ջան։ Ու նայում ենք քարտեզի վրա ինչ փուճուր է Հայաստանի եղել, բայց ինչ լուրջ տեղեր, ինչ լուրջ գործունեություն ունեն ծավալում, ինչ լուրջ գործարարներ, բիզնեսմեններ, գիտնականներ, չգիտեմ, լիքը լավ հայ մարդիկ ունենք, որի համար շատ ուրախ ենք։ Ու մենք է փորձում ենք ինչ որ մի հատ տենց բան դառնանք։ Այդտենց մտլունել մենք։ Մշակույթը զարգացնելով, ինքն ձեր գործն եք անում, ես կարծում։ Նա Տղաներ, շնորհակալ եմ ձեզնից։ Մենք Գիտեմ, որ շատ զբաղված եք։ Օրը 4-ից 5 տեղ երգում եք, աշխատում եք ռեստորանում, ձայնագրություններ, ամեն ինչ, բայց դուք այսօր ձեր այդ զբաղված գրաֆիկի մեջ ինձ համար 2 ժամ մենք այնց սիրով ենք եկել։ շատ ուրախ ենք, շատ հաճելի էր նախ ծանոթության համար, Ծանոթության համար Արոս, Արոյին, Էդգարին, այդ ջան։ Ու քեզ դե X ենք ասում։ Չենք նշում։ Շատ շնորհակալ ենք։ Շատ հաճելի էր, ես ձեզ նորանոր հաջողություններ եմ մաղթում ու այդ տեմպը Ես ուզում եմ նաև քեզ մաղթել, ձեզ մաղթել շատ հաղորդումներ, որովհետև սենց հաղորդումների պակաս այստեղ, որ ասում եք ինչ օրինակ համել կփոխեք, այստեղ այս հաղորդումների պակասն էլ կար, որը ինձ թվում է ձեզնով վստահ եմ իր տեղը գտնելու է լրացվելու ու ձեզ լիքը կանաչ ճանապարհ, այս սենց կանաչ ճանապարհ։ Շնորհակալ եմ, շատ։ Շատ Կհանդիպենք արդեն այն ժամանակ, երբ որ իմ երազանքը իրականանա։ Դուք հայտնվեք Grammy բեմում։ Սպասում ենք, ասել ենք, սպասում ենք, այս խոսքը հիշեք։ Շատ Շնորհակալություն, բայ։ Շնորհակալ։ The community.